Շնորհակալություն հարգելի լրագրողներ, առաջին հերթին ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել ձեզ բոլորիդ, որովհետև ձեր իսկ լուսաբանման շնորհիվ պարզ դարձավ, որ Ռուբեն Մխիթարյանը որևիցե գործողություն չէր կատարել, ոչ իրավաչափ գործողության մասին է խոսքը, շնորհակալություն եմ հայտնում ձեզանից այս ամբողջ ընթացքում կատարված ահռելի աշխատանքի լուսաբանման համար, որովհետև վերջին ժամանակները ցույց են տալիս, որ այս պահին այսպես ասած, թիրախավորվող խմբերը, լրագրողներն ու փաստաբաններն են։ Շնորհակալություն եմ ուզում հայտնեմ նաև իմ փաստաբանական ամբողջ թիմին, իմ գործընկերներին, մեր ձևով թիմին, մի բան կուզեմ նշեմ, վերջին ժամանակներս նաև իշխանության կողմից անդադար տարբեր տեսակի հարցեր են հնչում, թե լավ վերջի վերջո ամեն մեկը ասում եք մեր ձևովը մի բան է, մեկը ուրիշ բան է ասում, մեկը մի բան է ասում, կուզեմ հենց այդ մեր ձևովին նաև շատ հակիրճ անդրադառնամ, մեր ձևովը վստահեցնում եմ ձեզ նամանավանդ վերջին 30 օրվա մեջ, շուրջ 30 օրվա մեջ ես հասկացա, որ մեր ձևովը նաև նշանակում է մի մեծ ընտանիք։ Ինչի։ Երբ որ ես գտնվել եմ նման անհասկանալի կարգավիճակում, այդ ամբողջ ընթացքում մեր ամբողջ թիմը, շարժման անդամների երևի գերակշիռ մասը առավոտից իրիկուն եղել են մեր տանը, 24/7 եղել են իմ ընտանիքի կողքին, իմ ընկերների կողքին, դրա համար միանշանակ մեր ձևովը նաև ի թիվս այլ միայն դրական բաների նշանակում է ընտանիք։ Կուզեմ նաև շնորհակալություն հայտնեմ բոլոր մեր հայրենակիցներին, ազգային ժողովի պատգամավորներին, ովքեր այս ամբողջ ընթացքում ցուցաբերել են ուշադրություն, հարցը պահել են ուշադրության կենտրոնում, որը շատ կարևոր էր, եւ նաև բոլոր մեր հայրենակիցներին, որովհետեւ քանի որ ես մոտ 28 օր գտնվելով անազատության մեջ, այսպես ասած աշտագին աշխարհից կդրված եմ եղել, վերջին 1.5 օրվա ընթացքում, նայելով Facebook, չգիտեմ, այլ սոցիալական կայքեր, հասկացա, թե ինչքան մեր հայրենակիցներ հոգնել են այս ամեն ինչից, որովհետեւ վստահ եմ բնակչության գերակշիռ մասը տեսել նաև այդ տեսագրությունները, թե ես ինչ էի անում, ինչի համար էի գնում ու ինչ անցած ճանապարհ ունեմ։ Շնորհակալություն եմ հայտնում իրենց, որ այդքան ուշադիր են եղել եւ այդքան սրտացավ։ Ինչ վերաբերում է հոկտեմբերի 20-ին, բոլորիս հայտնի իրադարձություններին, ուրեմն հոկտեմբերի 20-ին հաշվի առնելով փաստաբանության մասին օրենքով, նախատեսված փաստաբանական գաղտնիքը չեմ կարող բարձրաձայնել, թե ում կամ քանի հոգու հայց, որպես պետք է ներգրանայի եւ փաստաբանական օգնություն ցուցաբերեի, ես Երևան քաղաքից շարժվել եմ Գյումրի քաղաք, այնտեղ հաշվի առնելով, որ հրաբարակ արդեն փակ էր, ոստիկանական մեքենաներ են եղել, ցույց եմ տվել իմ փաստաբանական արտոնագիրը, մեքենայով կարողացել եմ հանգիստ մոտենալ քաղաքապետարանի շենքին, այսինքն ոստիկանության աշխատակիցները այդ մասում գտնվող հենց այդ պահից սկսած տեղեկացված են եղել, որ փաստաբան եմ, իրավապաշտպան գործողություն եմ իրականացնելու եւ առանց խոչընդոտ թույլ են տվել ինձ անցնել այդ փակ փողոցով։ Դրանից հետո ուրեմն բոլորի հայտնի կարճ տեսագրությունն է, որտեղ ինձ թույլ չէին տալիս մտնել քաղաքապետարանի շենք, սակայն այդ դեպքում կովել էր նաև մեր ոստիկանների աշխատանքը, ովքեր մոտ 10-15 րոպե բանակցելուց հետո ու որոշակի ենթադրում եմ ճշտումներից հետո թույլ տվեցին իմ մուտքը քաղաքապետարանի շենք։ Այնուհետև երբ որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին արդեն հետևի տնով իջեցնում են ներքև ու մեքենան շարժվում է, բոլորս գտնում ենք քաղաքապետարանի ձախ կողմում։ Դրանից հետո հայտնի մյուս տեսագրությունն է, որտեղ ես ամբողջովին հանգիստ կանգնած եմ ու
եթե ճիշտ եմ հիշում, Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը հարցազրույց էր տալիս, մի քանի րոպե տկանից հետո նկատեցի, որ ունենք ինչ-որ ակտիվություն։ Արագ քայլերով այդ տեսակցությունը, երբ որ նայում ենք ժամանակագրային տարբերակումը, երբ որ անում ենք, տեսնում ենք, որ ընդամենը 1-2 րոպե հետո հայտնվել եմ այդ գիզակետում, հա, ձեռքերս բարձրացած, մտել եմ թե ոստիկանների եւ թե քաղաքացիների, հա, մեջտեղը, այսինքն ես չեմ եղել բարիկադից այս կողմ կամ այն կողմ, մտել եմ երկուսի մեջտեղը, փորձել եմ հանդարտության կոչեր անել։ Այդ երևի թե ըստ զգացողության էլ նաեւ տեսագրություններից հետ բարձվեց, որ տևել եմ մոտավորապես 15-ից 20 վայրկյան, ձեռքերս բաց, վիճակով կանգնած եմ եղել, ու այդ պահին ինձ առնվազն իմ համար անհասկանալի պայմաններում բերման են ենթարկում։ Բերման ենթարկելուց հետո ամբողջ ընթացքում ես բոլորին զգուշացրել, նաև ձերբակալող ոստիկանության զորքերի աշխատակիցներին, տեսակցություններով նաև դուք տեսել եք, որ ասում եմ, որոցե խնդիր չկա, ես ձեր հետ քայլում եմ եւ ձեր հետ փաստաբան եմ, փաստաբանական կոորդինացիոն եմ իրականացնում, ինչեւ է այդ բանը արդեն բերման են ենթարկում ու մնացածը, ինչպես ասում են, դուք արդեն գիտեք, թե հարցեր կան կամ Եվ մի լրացում անեմ, տեսեք նաև ինչն էր հետաքրքիր սույն քրական վարույթով, երբ Ռուբեն Մխիթարյանին ձերբակալելիս, այդ ձերբակալման արձանագրությունը կազմել է այլ անձ, իսկ ձերբակալում իրականացնողը եղել է այլ անձ։ Եվ Ռուբեն Մխիթարյանին ներկայացված մեղադրանքը հիմնվել է ընդամենը բացառապես մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա։ Այսինքն վարորդն իրականացնող մարմինը, ճակերտավոր արդարադատություն իրականացնող տվյալ պահին այդ դատավորը դրան եւս որևիցե ուշադրության չի արժանացրել։ Հարցեր եթե ունեք։ Բնավ գազբան, ցուցմունքում ինչ է տնվում ոստիկանը, հա, ինչ է ըստ իրեն դեր ունեցել պարոն Մխիթարյանին ինչ արել, որ ձերբակալել են եւ պարոն Մխիթարյան, դուք բերման ենթարկվելու պահին ինչ-որ բան եք պատմում, որ կիսատ մնաց։ Հիմա կարող է ամբողջացնեք, 7 հոգում էինք հաշվում, ինչ էր կատարվում, ինչ եք տեսել եւ արձանագրել այդ բանը։ Նախ առաջինը ես ձեր հարցին պատասխանեմ, տեսեք, այդ ցուցմունք տված դուք որ հստակ ինձ հարցնեք, որ ոստիկանը, քանի որ ես քիչ առաջ նշեցի, որ ձերբակալման արձանագրությունը կազմել է այլ անձ ոստիկան, իսկ հարցաքննվել է այլ անձ, որ ընդհանրապես Ռուբեն Մխիթարյանի ձերբակալման հետ առնչություն չի ունեցել։ Եվ այո, շատ տեղին էր ձեր հարցը, երբ որ մենք այդ տեսագրությունն ենք դիտում հարցաքննության, նա անգամ Ռուբեն Մխիթարյանին չէր էլ ճանաչում։ Ռուբեն Մխիթարյանին, երբ որ հարցաքննում են այդ տուժողին, չի կարողանում նկարագրի Ռուբեն Մխիթարյանին։ Այդքան չի տիրապետում գործի տվյալներին, բայց արձանագրվել է, որ իբրև թե ինքն է այդ ձերբակալման արձանագրությունը կազմել ու ամեն ինչից տեղյակ է, ինչը որ չի համապատասխանում իրականությանը, ինչին նաև մենք անդրադառնալու ենք։ Այդ տեսագրությունը մեջ կիսատ պահ է մնում, տեսեք, այն պահից սկսած, երբ որ ինձ արդեն երկու ոստիկաններ փորձում էին ուղեկցել դեպի ոստիկանական մեքենան, գնալու ճանապարհին ես նաև այդ պահին տեսա, որ իմ մոտ իհարկե անհասկանալի շոկ էր, որովհետև իմ հարցազրույցներից բազում անգամ նշել են, որ ամեն առավոտյան արտանալիս մեզ թվում է, թե տեղ չունենք ավելի ներքև իջնելու, սակայն այդ պահին հասկացա, որ մի աստիճան ևս մեկ անգամ իջանք, որովհետև առնվազն անհասկանալի, երբ որ փաստաբանը իր գործունեությունն է անում ու բառիփուն իմաստով որևիցե ոչ իրավաչափ գործողություն չի անում, ինչ հիմքով ու ինչ իմաստ կա ձերբակալելու կամ առնվազն բերման ենթարկելու, ճանապարհին ես նաև տեսա այդ կադրերը նույնպես սոցկայքերում կար, երբ որ գետնին քաղաքացիական հագուստով անձ էր, այսինքն ոստիկան չէր, ու վերջինիս շուրջ այդ պահին ֆիքսեցի, որ բավականին մեծ թիվ ոստիկաններ կան ու
առնվազն անհասկանալի էր, թե ինչ էին անում քաղաքացին կեդին ընկած 7-8 ոստիկաններով շրջապատել են ու ասում է, որ նաև լրագրողին ասացի, որ ավելի շատ աղմուկ է այդ մասով բարձրացեցի, որ նաև այդ մասը լուսաբանվի ու կադրերում երեք նաև Facebook-ով ես տեսա, որ այդ մասը երևում է ու տպավորություն էր, որ 7 հոգով առնվազն անհասկանալի պայմաններում փորձում էին բերման ենթարկել։